Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ կարող եք մեզ նաեւ դիտել թվային հարթակներում, սա թարմուղեղով զրույցն է, իսկ առաջին խոսափողի մոտ է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է, բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Դանիելյան, որ այսօր մեր տաղավարում եք, ամենակարևոր հարցից գանք, Միքայել Աջապահյանի առողջական վիճակը վատ է, դուք այդ մասին նաև ահազանգել էիք, բայց այդ իմաստով կարծես թե հարցը օրակարգի այսպես հարց չի համարվում այսօր եւ մնացել է անկյունում։ Ինչ է տեղի ունեցել, ինչ խնդիր կա, ինչու առողջական հարցը չի լուծվում, ինչն է պատճառը, այսինքն այս պահին կալանքի տակ լինելը, կալանավորված լինելը պրոբլեմ է մարդու առողջության համար։ Նախ սկսեմ նրանից, որ քրեակատարողական հիմնարկներում արդեն 23 մահվան դեպք կա։ Սա շատ ահավոր մեծ թիվ է Հայաստանի համար, բավականին մտահոգիչ, դրանցից 8-ը ինքնասպանության դեպք է արձանագրված, մնացածը առողջական խնդիրներով պայմանավորված։ Այս հարցերի վերաբերյալ ես բազմաթիվ անգամ Ազգային ժողովի ամբիոնից խոսել եմ եւ արդեն վերադառնանք Սրբազանի թեմային։ Սրբազանը ունի առողջական խնդիր, այդ առողջական խնդիրը լուծելու տարբերակը մեկն է՝ անհապաղ վիրահատության ենթարկել։ Ուզում եմ նաև անդրադառնալ այդ մանիպուլյացիաներին, որ տարբեր մանիպուլյացիաներ են այս օրերին իշխանական տարբեր թևերից հնչում, նախ այդ ամեն ինչը ստուգվել է քրեակատարողական հիմնարկ ՊՕԱԿ-ի կողմից, այսինքն երբ որ նամակը ներկայացվել է առողջապահության նախարարության քրեակատարողական հիմնարկների ՊՕԱԿ-ը, որ կա, ստուգել է, արձանագրել է իր մոտ, որ այդ խնդիրը գոյություն ունի, եւ կա եզրակացություն, որ պետք է ենթարկվի վիրահատության։ Այսինքն սա ոչ թե Գառնիկ Դանիելյանի կամ Միքայել Սրբազանի, ասենց ասած, պրիխեց, այլ գետնի վրա խնդիրը, որ արձանագրվել է։ Հիմա խնդիրը հետեւյալում է, այս process-ը ձգձգվում է հոկտեմբեր ամսվանից եղել է այդ նամակը, այս process-ը ձգձգվում է մի պատճառով, որ իմ խորին համոզմամբ իշխանությունները չեն ուզում, որ Սրբազանը վիրահատվի այնտեղ, որտեղ որ ինքը ժամանակին հետազոտություն է անցկացրել եւ իր բուժող բժշկի մոտ։ Այսինքն իրենց հիմնավորումը այն է, որ դե կազմակերպեն, բայց ուրիշ տեղ, ուրիշ մարդու կողմից, բայց անգամ այդ պարզաբանումը աբսուրդ է, որովհետեւ նման կետ գոյություն չունի, որ իրենք պետք է որոշեն։ Եվ այս առումով այդ ձգձգումները ել ավելի բարդեցնում է Սրբազանի առանց այդ էլ առողջական էլի այլ խնդիրներ կան բացի այդ խնդիրը եւ ես անցած անգամ էլ իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում պետաիրավական հանձնաժողովի ես պատկան մարմիններին բավականին մանրամասն նկարագրել եմ։ Այսինքն հիմա բյուրոկրատական քաշքշուկներ է տեղի ունենում, նաեւ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջ կա օրինակ ուրեմն Քաղբանտարկյալը դատարանի դահլիճում մահանում է, Արմեն Գրիգորյանի մասին է խոսքը, սա մեզ բոլորիս ահազանգ է, որ օր առաջ այս խնդիրը լուծվի։ Եվ այս զգայուն հարցի վերաբերյալ ես չեմ կարող հասկանամ իրենց պատասխանը, ինձ համար դա անհոդաբաշխ պատասխաններ են պայմանավորված նաև Սրբազանի դիրքորոշմամբ։ Օրենքի շրջանակում ինչ կարելի է անել ընդվզելով այս process-ներին, դեմ գնալով եւ պայքարելով, որ հարցը լուծում ստանա, ինչ կարելի է անել, դուք որպես նաև պատգամավոր, ինչ աշխատանքներ եք փորձում անել։ Դե առաջին քայլը արվել է հանձնաժողովի անդամների հետ եւ նաեւ պատկան մարմիններին ես կանչել եմ ուրեմն այդ փակ քննարկմանը այդ ֆորմատում բավականին խնդիրներ եմ ներկայացրել, ինչ որ կա քրեակատարողական հիմնարկներում, որ հաճախ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, իրենց մոտ համենայն դեպս տպավորությունն է, որ իրենք այդ խնդիրները հասկանում են։ Ասում են, հա, ինչ ասում ես,
համաձայն ենք մեծամասամբ քո ասածի հետ, բայց սա այլը տեղից չի շարժվում։ Ես շարունակելու եմ պնդել եւ իմ ձեռքի տակ եղած գործիքակազմը օգտագործել, որպեսզի այս խնդիրները լուծում ստանալ։ Հիմա ուզում են նախաձեռնել նաև աշխատաժողով այս խնդիրները ոչ թե մի ժամում քննարկելու, 2 ժամում քննարկելու, այլ 1-2 օրվա ֆորմատով այդ բոլոր հարցերը քննարկելու։ Տեսնենք սա ինչ ընթացք կունենա, այսինքն առաջիկա օրերը նախատեսվում է այդ քննարկումների շարունակությունը։ Կրկնում եմ, սա ոչ միայն սրբազանների կամ քաղբանտարկյալների հետ կապված հարց է, այլ բոլոր անազատության մեջ գտնվող մարդկանց, որովհետև պետությունը պարտավոր է իրենց առողջական խնդիրներով զբաղվի, պետությունը պարտավոր է այդ պայմանները բարելավի, պետությունը պարտավոր է այն խնդիրները, որ բարձրաձայնվում են, այսինքն կալանքը որպես պատժի միջոց Հայաստանում այլևս մի համակարգի հետ գործ ունենք, երբ որ կալանքը ընտրվում է որպես պատժի միջոց, դա նաև թվերն են դրա մասին խոսում։ Այսինքն հիմա քրեակատարողական հիմնարկներում ավելի շատ կալանավորված անձիկ կան, քան դատապարտված։ Հիշեցի Բագրատ Սրբազանի ելույթից մի հատված, որ ասում էր, որ գերիներ միայն այսօր Բաքվում չկան, այլ Հայաստանի Հանրապետությունում իրենց ընկալում են գերու կարգավիճակում ու ոչ միայն բանտարկված մարդիկ, այլ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ։ Ցավոք Սրբազանի խոսքերը ես երկրորդում եմ ինչ որ ասում է տեղին ասում եւ ճիշտ ասում, որովհետեւ իրենք էլ չեն թաքցնում, որ օրինակ իշխանական տարբեր ներկայացուցիչներ իրենք էլ չեն թաքցնում, որ այո, այս ամեն ինչը նաև քաղաքական իրենց հայացքներով պայմանավորված է եւ անգամ ճնշում են գործադրում այն դատավորների վրա, որոնք որ խափանման միջոցի փոփոխություն են անում, ասելով, որ դու ինչ իրավունք ունես խափանման միջոցը փոփոխես։ Այնինչ պարսևը սպիտակի վրա գրված է, եթե քննությունը ավարտված է եւ անձը չի կարա ճնշում գործադրի կամ գործի նյութերին, չգիտեմ, ազդի գործերի նյութերի վրա կամ վկաների վրա, մարդ իրավունք ունի այլընտրանքային խափանման միջոցի, միջև դատարանի որոշումը։ Եվ այդ այլընտրանքային խափանման միջոցը կիրառվում է ում ասես իր նկատմամբ, բացի այն մարդկանց, որոնք որ քաղաքական իրենց հայացքներ ունեն։ Այսինքն այսօր նարկոտիկ կներեք էս կենցաղային բարի համար նարկոտիկ ցրողը, այսօր չգիտեմ, այլ հանցանքներ կատարողները, մարդասպանության գործով անցնողները, մարդասպանները, ուրեմն բնակարանային գողերը եւ այլ ազատության մեջ են շարունակում են իրենց հանցանքը գործել, բայց այս պարագայում մենք խնդիր ունենք, որ ամենաբարձր քաղաքական օղակներում, իշխանական օղակներում խնդիր կա դրված, որ հնարավորինս այդ մարդկանց երկար պահել անազատության մեջ։ Պարոն Դանիելյան, այսքան ժամանակ, երբ կաթողիկոսը լուր է, մարդկանց այդքան էլ կարծում եմ չի մտահոգում, թե նա ինչու է լռում, բայց այս դեպքում, երբ արդեն Միքայել Աջապահյանի առողջական վիճակին է հարցը վերաբերում, արդյոք խոսելու կարիք չկա, արդեն չգիտեմ, դիմելու, ուղիղ բարձրաձայնելու ինչա տեղի ունենում, որովհետև անդադար էս լռությանը բախվել է, հարցի լուծում չի։ Ես կարծում եմ բոլոր օղակներով պետք է այս խնդիրը բարձրացվի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սպասավորների, բարձրաստիճան հոգեվորականների կողմից եւ այս հարցը պետք է հասարակական կազմակերպությունների կային չէ մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ կային, ուր են այդ ՀԿ-ները, ուր են այդ մարդիկ, որոնք որ տարիներ շարունակ նախկին իշխանության ժամանակ բարձրացնում էին, ինչ որտեղ էլ նաեւ հարցեր կային, որ տեղին էին բարձրացնում, ես չեմ կարող չհամաձայնվեմ դրա հետ, բայց ուր են այդ մարդիկ, ուր են այդ կազմակերպությունները, ուր են այդ մշակութային գործիչները, որոնք որ շատ ջերմ հարաբերություններ ունեին նույն պատվելի սրբազանների հետ, որոնք որ հիմա անազատության մեջ են։ Այսինքն այս պահանջները պետք է դրվի նաեւ լրատվամիջոցների կողմից, այսինքն սա բարոյականության հետ առնչվող հարց է։ Այս ամեն ինչը նաեւ մեր բոլորի պարտքն է, քաղաքական գործիչների բոլորի, այսինքն առանձին վերցած ինչ որ նեղ կուսակցական անձնական թեմա չի, որ ասենք այս կուսակցության այս ներկայացուցիչը, չգիտեմ, պայմանավորված որ մոտ հարաբերություններ ունի այս կամ այն մարդու հետ, որ հիմա քրեակատարողական հիմնարկում այդ հարցը բարձրացնում, այլ բոլորիս խնդիրն ու պարտականությունն ու նաև առաջին հերթին հենց մեր խղճի համար, ոչ թե այս արվում նրա համար, որ այս մի հոգեվորականի հետ մենք մոտ ենք կամ ընդունում ենք կամ չենք ընդունում, այլ սա
բարոյականության տիրույթում հարցա եւ կարծում եմ այս հանրային ճնշումը պիտի տեղի ունենա։ Վախեր կան հանրության կողմից, հասարակական կազմակերպությունների կողմից, այդ բարձրաձայնող անձանց, չգիտեմ, մշակույթի գործիչների, ովքեր մշտապես այդ կարևորագույն հարցերը բարձրացնողներն են եղել։ Կարծում եմ այն քաղաքասարակությունը, որ կար Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 թիվը, հիմա այդ քաղաքասարակությունը մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության, ասենք, մասա դարել, էլի ժամանակ առ ժամանակ ինչ որ հայտարարություններ են, հնչում ինչ որ հավասարության նշանները պահելու եւ այդ օբյեկտիվության որոշակի ինչ որ փոքր էլեմենտներ բանանելու, բայց համենայն դեպս իրենք արդարացնում են այն ամեն ինչ որ կատարվում է։ Եթե ինչն է ինձ համար կարևոր, որ մենք ոչ թե պետք է առաջնորդվենք նրանով այս իշխանությունն է, թե այն իշխանությունն է, այլ կոնկրետ երևույթների վրա երևույթների հետ կապված պետք է հստակ գնահատական տանք, թե 18 թվականից առաջվա, թե 18 թվականից հետո, եթե այս երևույթը անընդունելի է, ուրեմն բոլոր իշխանությունների ժամանակ պետք է անընդունելի լինի, այսինքն անձով պայմանավորված չլինի, մենք սիրում ենք, թե չենք սիրում, լավ ենք այդ մարդու հետ, թե վատ ենք այդ մարդու հետ։ Սա արդեն գալիս արժե համակարգի, արժեքների, որը որ անչափ կարևոր է։ Ոչինչ չի փոխվել։ Ես ոչ թե կասեմ ոչինչ չի փոխվել, այլ եթե անցյալում կային խնդիրներ ու այդ խնդիրները իրապես կային նորանկախ հանրապետության հիմնադրումից սկսած, հիմա ոչ թե խնդիրներ կան, հիմա այս ամեն ինչը արդեն ինստիտուցիոնալ մակարդակով է եւ պետությունը տերորի միջոցով փորձում է իր անձնական խնդիրներն ու անձնական հարցերը լուծել։ Ես չեմ տեսել օրինակ, մինչև այս սրանց իշխանությունը որևէ իշխանության կողմից այսպիսի ճնշումներ, օրինակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի։ Այսքան արժեզրկում չեմ տեսել, իրապես չեմ տեսել։ Միգուցե խնդիրներ են եղել, հարցեր են եղել եւ այլը, բայց այն որ այս բառապաշարով եւ այս խոսույթով հանդես գան սրբազանների նկատմամբ, հայրաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ կամ պետությունը դուք տեսել եք մինչև այս որը սահմանադրության խախտում է միջամտի եկեղեցու ներքին գործերին։ Եվ ասի, եթե իմ պահանջը չկատարվի, ուրեմն պետք է, չգիտեմ, այս կամ այն հոգևորականը չլինի իր զբաղեցրած դիրքում։ Համենայն դեպս չեմ տեսել այդ ամեն ինչ։ Իշխանությունից ասում են, որ սա ոչ թե իրենց պայքարն է եկեղեցու դեմ, այլ իրենք եկեղեցու հետ են եւ այս պայքարը եկեղեցին մաքրելու համար է եւ կաթողիկոսի հեռանալու համար, ոչ թե եկեղեցու դեմ։ Այսինքն իրենք եկեղեցին եւ կաթողիկոսին չեն ասոցացնում։ Ինչ կարելի է ասել այս խոսույթին, այս տրամաբանությանը։ Ես ազգային ժողովում էլ այդ ձայնագրությունները ուրեմն միացրել եմ եւ ազգային ժողովի ամբիոնից հնչեցրել եմ Նիկոլ Փաշինյանի նախորդիվ հայտարարությունները հայրաքելական Սուրբ եկեղեցու մասին, որ ասում էր, որ եկեղեցին պետությունից տարանջատ է, մենք իրավունք չունենք դա սահմանադրության խախտում է, իրավունք չունենք միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Դա ուրեմն մինչև սափրվելն էր։ Սափրվելուց հետո այլ հայտարարություններ լսեցինք Նիկոլ Փաշինյանի։ Դա ուղիղ կապ ունի կաթողիկոսի ներկայացրած հրաժարականի պահանջի հետ։ Եվ հրաժարականի պահանջի հետ կապ ունի եւ նաեւ Շվեյցարիայում իր հնչեցրած այդ հայտարարությանը եւ պահանջին ադրբեջանական կողմի արցախահայերի իրավունքների վերաբերյալ, դա նաեւ Փաշիզադեի պահանջների հետ կապ ունի, ադրբեջանական պահանջների հետ կապ ունի։ Եթե նայեք այդ բոլորը եւ համադրեք իրար հետ, կտեսնեք, որ պատահականություններ շատ քիչ են լինում։ Ես մի օրվա մեջ նույն հայտարարությունները հնչում են Փաշիզադեի կողմից եւ Փաշինյանի կողմից։ Սա ոնց կարա չմտահոգի հայ մարդուն։ Այ պարոն Դանիելյան, դուք անդադար մտահոգվում եք թե ազգային ժողովում, թե տարբեր մեդիաներում ելույթ ունենալիս, որ ամեն ինչ վատ է, չգիտեմ, այս իշխանությունը չպիտի վերընտրվի, ձեր թիմակիցներն էլ մշտապես այդ հարցը բարձրաձայնում են, բայց մենք տեսնում ենք միայն, որ իշխանությունն է այսօր բավականին ակտիվ աշխատում, որ հաջորդ ընտրություններին իրեն կրկին վերընտրվեն։ Իսկ ընդդիմությունը կարծես թե ինչ-որ բանի է սպասում։ Ինչի եք դուք սպասում, որ մենք այդ ակտիվությունը չենք տեսնում ձեր կողմից։ Նախ սկսեմ նրանից, որ բոլոր այն մարդիկ, որոնք ակտիվ
գործունեություն են ծավալում ընդդիմադիր դաշտում, այդ մարդիկ հետապնդվում են, այդ մարդիկ հալածվում են, ոչ միայն հիմա բանտարկված մարդկանց հետ մասին է խոսքը, այլ նաև ցանկացած մեկը, ով որ քաղաքական հայտ է ներկայացնում, սկսում են մրոտել, սկսում են այդ մարդու վրա հիշել ինչ որ քրեական գործեր կան, եւ հիշել որ եւ այլը մեկ մյուս, այսինքն ցանկացած մարդ, որը որ ընդդիմադիր է եւ քաղաքական հայտ է ներկայացնում, սկսում է հետապնդումները։ Դա թիմ մակարդակով է տեղի ունենում, դա համապետական մակարդակով է տեղի ունենում, այսինքն տոտալ, այսպես ասած, NKVD-ի մի համակարգ է գործում, որ այլախոհներին կամ այն մարդկանց, որոնք քննադատում են, այդ մարդկանց լռեցնելու։ Սա էլի աննախադեպ է Հայաստանի։ Օրինակներ կնշեք։ Օրինակներ թիմ ընտրությունների ժամանակ ազդեցություն են գործում մարդկանց վրա, որ օրինակ իրենց տեխնացությունը չառաջադրեն։ Այսինքն բնում փորձում են խեղդել այն իրենց օպոնենտներին, որոնք որ քաղաքական հայտ են ներկայացնում։ Դա բազմաթիվ օրինակներ կան, կամ եթե մարդը ընտրվում է համայնքի ղեկավար, այդ ընդդիմադիր համայնքի ղեկավարը կամ սպանվում է, կամ հայտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Փարաքյարի օրինակը, որ սպանվեց եւ ամիսներ շարունակ։ Բայց դա կարող ենք կապել իշխանության հետ։ Համակարգը մի գուցե լավ չի աշխատում, բայց ամեն ինչ կապել դրա հետ կարծում եք արդյոք։ Մի բան ասեմ ձեզ, հիմա սենց օրինակ այդ սպանության մասով, չէ, ամիսներ շարունակ Փարաքյարում խնդիր ա եղել եւ ես դրա մասին բարձրաձայնել եմ ասել եմ, այս փարաբանված համակարգը որ կա, ոստիկանական համակարգը, կարծեք թե որևէ մի բանից տեղյակ չի եղել եւ բանը հասել է նրան, որ արդեն դիմադիր քաղաքապետ է իր տան դիմաց սպանվել։ Մնացած մասերով, այսինքն այդ խոշորացնելու, պայմաններ ստեղծելու, անհավասար պայմաններ ստեղծելու, սա կրկնում եմ, ինչ է, եթե ոչ իշխանության ուզուրպացում։ Եթե իշխանության վրա եթե ընդդիմադիր քաղաքապետը ընտրվում է, օրինակ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետը ընտրվում, թեպետ այդ ընթացքում էլ բավականին շատ ընտրախախտումներ տեղի ունեցան միջև ընտրությունները, ամբողջ տոտալ իշխանական համակարգը, նախարարներ, փոխնախարարներ ազդում էին, որպեսզի ընտրությունների արդյունքը դրական լինի ԿՊ-ի համար։ Հետո ընտրվում է եւ ազգային ժողովից հնչում է, որ այս մարդը պետք է հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Բայց հիմքեր եղան, չէ՞։ Հիմա լսեք, այդ հիմքերը ոնց որ տարբեր, այսպես ասած, չակերտավոր հիմքեր, որ կային նույն սրբազան պայքարի իբր թե ահաբեկչական գործին մասնակցելու, իրենք շատ սենց արդեն սենց ռեսերի վրա է դրված այդ ամեն ինչը, կարող են մոնտաժել, ձայնագրություններ կեղծել, տարբեր ուրեմն ներգործություններ ունենալ եւ հասարակությանը մանիպուլացնել, որ իբր թե օրինակ, ես օրինակներով կարող եմ ասել, չէ, ասում էին ահաբեկչական գործերի վերաբերյալ, չէ, աշնանային տերևաթափ կար իբր Ալբերտ Բազեյանի վերաբերյալ, ուրեմն Գասպարյանի վերաբերյալ, Ռուստամ Գասպարյանի եղբոր վերաբերյալ իբր էնել ահաբեկիչ, դրանից հետո ասեցին սրբազան պայքարի մեկին, այդ գործերին եթե հետ նայենք, այդ բոլոր գործերը որ հետ նայենք, ի՞նչ է չոր մնացորդը, ոչինչ, չկա որևիցե մի բան, չկա, հիմք չկա, ուր են այդ մարդիկ, Փառք Աստծո ազատության մեջ են, բայց այդ բոլոր գործերը ուսումնասիրելով մենք տեսնում ենք, որ սա միայն մի բանի համար է, հասարակությանը մանիպուլացնել, խաբել, ստել եւ այդ ստի արդյունքում ստեղծել տպավորություն, որ այս կամ այն քաղաքական այլախոհը ահաբեկիչ է, կամ այս կամ այն, չգիտեմ, օրինակ թիմ ղեկավարը կաշառակեր է կամ եւ այլ եւ այլ։ Հիմա օրինակներով ասենք, չէ՞։ Օրինակ մի հատ փոքր օրինակ ասեմ։ Էջմիածնի քաղաքապետին կոռուպցիոն սկանդալի մեջ են, չէ՞ մեղադրում իր ամուսնու հետ փոխկապակցված եւ այլ եւ այլ։ Դրա մասին ամբողջ Էջմիածնին էր խոսում։ Այդ մարդու հետ կապված ինչա որտեղ է գործը, այդ ամեղության կանխավարկածը չխախտելով, ես չեմ ասում այդ մարդը այդ հանցանքը կատարել է, այդ մարդը իր համար ապրում է, չէ, իսկ ընդդիմադիրի պարագայում երբ որ ասում են իբր գործ կա, չէ, կաշառքի հետ կապված, էլի ամեղության կանխավարկածը չխախտելով, ամբողջ ոստիկանական համակարգը ծեծ ու ջարդով առանց հրավիրելու, առանց բանի գնում է ավիրում է, ահաբեկում է եւ շոու է կազմակերպում, ճիշտ է, նույն զուգահեռ օրինակներով։ Միքայել Սրբազանի պարագայում ասում են կոչ արել, դատախազությունը հանցակազմ չի տեսել դրա մեջ, 4 տարի անցնում է, հիշում են որ չէ հանցակազմ կա,
դրա մեջ, բայց այնինչ իրենք այդ թուղթը ներկայացնեն, իսկ նույն գործերով, եթե նայում ես, չէ, այդ նույն գործով դատարանը հետեւյալ որոշումներ ակա, առավելագույնը այդ կոչի համար, եթե դա կոչ է, բայց կոչ չինք պատմողական բնույթի խոսակցություն։ 2 տարի խելքին մոտ չէ։ Չէ, դրա համար ոչ թե 2 տարի, այլ ընդամենը մարդկանց ամենաբարձր այդ պատժաչափը եղել է տուգանքը։ Տուգանքն է եղել։ Միքայել Սրբազան 2 տարի տվել են, քիչ չի, ասում են այդ քիչ է, 6 ամիս էլ ավելացնեն։ Դե արդար դատական համակարգ չէ։ Դե ո՞րն է սրա արդարությունը։ Շակերտներում Հայտնի դատավորն է, որ օր ու գիշեր Մասիս Մելքոնյանը, որ օր ու գիշեր կալանքի միջնորդություն անել։ Արդեն գիտենք, որ ցանկացած ընդդիմադիր հայացներով մարդ, որին որ մեղադրանք է ներկայացվում, հայտնվում է Մասիս Մելքոնյանի դատավորի մոտ եւ այդ փառապանց դատավորը, լեգենդար դատավորը հիմնականում 99.9%, եթե ոչ 100% կալանքի է տանում այդ մարդկանց։ Պարոն Դանիելյան, դուք իմ հարցին չպատասխանեցիք, ինչու եք пассив։ Կոնկրետ Այդ ճնշումները խանգարում են ձեզ։ Տեսեք, հիմա դուք ինձ դրթում եք, որ ես մի անհամեստություն անեմ։ Ես կարծում եմ, որ ես пассив падգամավոր չեմ եւ գրեթե 24 ժամվա ռեժիմով Ընդհանուր պատրաստվածության ընտրություններին պատրաստվելու իմաստով աշխատում ենք։ Ընտրություններին պատրաստվում են ընտրությունների հաջորդ օրը, այսինքն ընտրությունների հաջորդ օրը պետքա պատրաստվեն։ Հիմա կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունում շատ դեպքերում բավարար պայմաններ չեն ստեղծվում, որպեսզի քաղաքական կապ չունի մեր ուժի մասին չի, մենք արդեն թրծված ենք այդ ամեն ինչի մեջով անցել ենք, շատ մեր ընկերներ տեսեք հարյուրավոր հայեղափոխական դաշնակցության կուսակցության մեր ընկերներ հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում, իրենց վրա քրգործեր են հարուցվել, միջև հիմա էլ տենց երևի ընկեր չունենք, որ չանցնի այդ ամբողջ այդ բանի մեջով։ Իմունիտետ ունենք, բայց քաղաքական ուժեր կան, գործիչներ կան, որոնք որ եթե փորձ անգամ անում են, որ քաղաքական հայտ ներկայացնեն եւ հիմնականում հայտ են սկսում են ակտիվ զբաղվել ընտրություններից մի քանի ամիս առաջ մենք այդ ուժը չենք, այսինքն մենք այս տարիների ընթացքում ապացուցել ենք, որ մենք այդ ուժը չենք, բայց այդ մարդկանց վրա էլի երբ որ հայտ են ներկայացնում, իշխանությունները հիշում են ինչ որ քրեական գործեր, ասում են չէ, հլա քրեական գործ կա, հլա արի մի հատ սեկտը փակում են, մի հատ եսիմ չգիտեմ ինչ որ մի հատ գործ են հիշում, մի հատ եսիմ ինչ են անում, այսինքն քաղաքական դաշտը ուզուրպացված է իշխող մեծամասնության կողմից, իրենք բոլոր տեղերը ուզուրպացրել են եւ հիմա էլ նպատակն է, որպեսզի հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարձնեն կառավարության առընթեր պոակ, ոնց որ ֆեդերացիաներն են ուզուրպացնում, ոնց որ իրավական համակարգն, այսինքն մեկ անձի իշխանությունն է, մեկ անձը, որը որ նոր իշխանությունների օրոք համար մեկ խնդիրը պետք է լինի հակակշռման փոխզսման մեխանիզմները։ Եթե չլինի հակակշռման փոխզսման մեխանիզմներ, ցանկացած իշխանություն ինքը աբսոլյուտ իրավունքով անելու այն ինչ որ ինքը որոշում է, այդ կոստյումը, որ ժամանակին ինքը փնովում էր բաներ անում, ասում էր կոստյումն, այդ կոստյումը հակելա քիչ չի, մի հատ էլ մնացած բոլոր իր խոսակցությունը, որ ընդդիմադիր էր, մոռացել այդ խոսակցությունների մասին։ Հիմա սաղ տեղեր ուզուրպացիայի գործընթաց է, ասում միակ տեղը որտեղ որ չէր մտել հարաքելական Սուրբ եկեղեցին, հիմա էլ այդ գործով ազբաղում, որ ընտրություններից առաջ փորձի նաև այդ իր սրտի ես ամիսներ առաջ դրա մասին խոսել եմ ազգային ժողովում, ասել եմ հաջորդը քու նպատակը կաթողիկոս նշանակելն է, դու գնալու ես այդ ճանապարհով, ես տեսնում եմ, որ ինքը գնում է այդ ճանապարհով։ Հիմա մենք գործ ունենք ավտորիտար իշխանության հետ եւ այս առումով ես ոչ թե արդարացնելու համար եմ ասում քաղաքական դաշտում որ ակտիվությունը եւ այլ, այլ ինչքան ես օրինակ կողմնակից եմ, ինչքան շատ ուժեր լինեն, որոնք որ իրապես պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, այնքան էս քաղաքական դաշտը շատ ավելի առողջ կլինի։ 21 թվականին տեսանք ամեն դեպքում հանրությունը ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Դա էլ հարաբերական է։ Ոնց հարաբերական։ Հարաբերական է, որովհետև
ընտրությունները միայն այդ քվյա խցիկում չեն կատարվում, այսինքն ընտրությունները դրանից դուրս են կեղծվում։ Ոնց են կեղծվում այդ ընտրությունները։ Ուրեմն տեղերում թիմերում դա ակնհայտ է, չէ, որ մարդիկ, որոնք որ չգիտեմ, համայնքի ղեկավարներ են, գյուղապետ կոչվածները եւ այլը, որոնք որ ինչի համար եմ ասում կոչվածները, որոնք որ կատարում են իշխանության հրահանգները եւ այդ առումով անհավասար պայմաններ ա ստեղծվում։ Յուրայիններին թույլատրվում է ամեն ինչ նույն օգնություն բաժանելու սոցիալական ծրագրերով, անհատական հարցեր լուծելու, այդ լավություն անելու մեխանիզմները գործում է։ Ճիշտ եմ հասկանում, որ մեր հանրությունը գաղափարների հետևից գնացող հանրություն չի։ Գաղափարների հետևից գնացող հանրությունը շատ քիչ տոկոս է կազմում։ Հիմնականում ընտրություններին դերակատարում ունենում են ով ավելի շատ ռեսուրս, ուժ, կարողականություն եւ հաղթելու հավանականություն ունի, այսինքն մեր հասարակության մեջ զգալի թիվ են կազմում են մարդիկ, որոնք որ այս ամեն ինչը հաշվի են առնում։ Եվ բացի այդ էլ կա բավականին մեծ մի չկողմնորոշվածների խումբ, որոնք որ իրենք ընտրությունների չեն գնում կամ չեն հավատում ընտրությունների միջոցով փոփոխությունների կամ չեն տեսնում այն ուժերին, որոնք որ կարող են իրենց ուզած փոփոխությունները մտցնել։ Եվ սա էլ է կարևոր, որ մասնակցության տոկոսը շատ լինի, որտեղ որ մասնակցության տոկոսը բարձր առնում, այնտեղ իշխանության վերարտադրվելու հնարավորությունը շատ քիչ է լինում։ Եվ այս առումով մենք պետք է ամեն կերպ կոչ անենք, որ մեր ժողովուրդը ակտիվ մասնակցի այդ process-ներին, որովհետև դա անչափ կարևոր է վաղը միսօր Հայաստանի Հանրապետության լինելության համար, որ Հայաստանի Հանրապետությունը չընկնի Աստված մի արածի Արցախի օրը։ Ձեր ավելի ճիշտ ընդդիմադիր դաշտում ներկայացված բոլոր ուժերի կամ մեծամասնության գլխավոր հարցը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այդ հարցը բավարար չի, որպեսզի միավորում լինի, համախմբում լինի, ինչու դա տեղի չի ունենում։ Այս հարցը վերջին տարիներին անդադար քննարկվում է, ձեզ մեղադրում են անդադար, բայց մենք հստակորեն այդ հարցի պատասխանը չենք ստանում։ Եթե դա մեր փրկության միակ տարբերակն է, ինչու ընդդիմությունը չի գնում այդ ճանապարհով։ Լավ հարց եք տալիս, ուժերի մեկտեղումը անչափ կարևոր է։ Այն ինչ որ այն աջակցություն ինչ որ ունի իշխանությունը հանձինս ցույց ադրբեջանական տանդեմի եւ նաեւ որոշ միջազգային իր գործընկերների, որոնք որ աչք են փակում ամեն ինչի վրա, ինչ որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, այս տարբերակում կարևոր է, որպեսզի ընդդիմությունը կարողանա միասնաբար ջանքերով այդ ճակատը ձևավորի, ոչի ճակատը ձևավորի եւ այդ դիմադրության ճակատը ձևավորի։ Հայ-հեղափոխական դաշնակցությունը այս տարիների ընթացքում գործուն քայլեր ձեռնարկել է, ես բազմաթիվ օրինակներ կարող եմ նշել, որ մենք միավորողի, համախմբողի դեր ենք կատարել եւ ասել ենք, որ սա այն խնդիրն է, որ նեղ կուսակցական խնդիր չի, սա մեկ կուսակցության հարց չի եւ մեկ կուսակցությունը կամ մեկ քաղաքական միավորը իզորու չէ այս մարտահրավերների միայնակ դիմակայելու եւ այս ուղղությամբ ես ինչ որ չափով համաձայն եմ ձեզ հետ, որ քայլերը բավարար չեն, բայց հույս ունեմ, որ ի վերջո դա տեղի կունենա եւ մեծ համախմբում է պետք։ Եթե ոչ մեկ ճակատով, այլ գոնե մի քանի բլոկներով սա պետք է տեղի ունենա ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Հույս ունեք, որ մինչև ընտրությունները։ Հույս ունեմ, այո։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Դանիելյան, մեզ հետևողներին հիշեցնեմ, որ դուք միացել եք գործարալիքին, թարմ ուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակիցներ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք, լավ եղեք։